Բարի լույս, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, միշտ չի որ պետքա վատ բաներից էլ խոսանք։ Մեկ էլ պետքա լավ բաներից էլ խոսանք ախր։ Ուրեմն այսօր մեր Արցախցի լավ ընկերոջ, իրականում լավ ընկերոջ։ Ես 20 թվից այդ երիտասարդի հետ կապի մեջ եմ։ Խոսքը Գևորգ Արստամյանի մասին է։ Շատ իրան որ հարցնեք ինքը կասի, ես իր ամեն ելույթից հետո ես միշտ իրան զանգել եմ, խորհուրդներ եմ տվել, ամեն ինչ։ Գևորգը լավ անձնավորություն է, միշտ խորհուրդները ընդունում է, ինքը իր տեսակետներն էլ ունի, շատ հարցերում շատ ճիշտ, վերինաշճանի ճիշտ սուր, հարցեր կա, որ իհարկե ինքն էլ սոտակի արցախցի ինչ որտեղ ուզում ասենք արցախցիներին ձերք մեկնած եղնի բան էլի, դե դա տենց բան մարդու մեջ կա, գոյություն ունի։ Այսօր Գևորգի ծննդյան օրն է, ժողովուրդ ջան, 36 տարեկան է այսօր Գևորգը։ Ես ուզում եմ շնորհավորեմ իր ծննդյան առթիվ, քաջ առողջություն եմ ցանկանում, ամենակարևորը Գևորգի մեջ ինչն է, ժողովուրդ ջան։ Օրինակ ես շատ քիչ արցախցիների մեջ եմ նկատում, որ Հայաստանը ընդունում են որպես հայրենիք, բայց Գևորգը իրականում էդի ընդունել է, այդ մարդը Հայաստանը ընդունեց հայրենիք, հասկանում եք, դա դժվար բան է, բայց Գևորգը արեց, հենց դրա համար էլ շատ արցախցիներ իրան պատժում են, նրանք կարծում են, թե իրանց հայրենիքը Արցախն է, բայց եթե դուք Արցախը համարում եք Հայաստանի մաս, ուրեմն պետք է իմանաք, որ դուք ձեր հայրենիքը Հայաստանն է։ Գևորգ ջան, ծնունդդ շնորհավոր եղբայր, լավ լինես, առողջ լինես, միշտ այդտենց ճիշտ հայ ժողովրդի կողմը լինես, որը գիտես, որ կողմը որ ճիշտ է, նրա կողմն էլ լինես, Գևորգ ջան, պետք չի ասենք ինչ որ անձերի փառաբանել, ես մի բան է, ոչ, լինել հայրենիքի կողք, դա է ամենակարևորը մարդու համար։ Հիմա այսօր մեր երկրի ղեկավարը Նիկոլն է, մենք Նիկոլի կողքն ենք։ Վաղը մեկ ուրիշի եղավ, մենք լինելու ենք նրա կողքը։ Բայց մեզ համար մեր հայրենիքը լինելու է Հայաստանը։ Մենք Հայաստանի հետ ենք լինելու միշտ, ոչ թե կողքը։ Հասկանում եք։ Տենց, այսքանը մեր Գևորգ եղբոր մասին, էլի իրան առողջություն, երեք երեխա ունի, մեկը նորածնվե, բոլորին առողջություն եմ ցանկանում, հաջողություն եմ ցանկանում, լավ տղա է, իրականում Գևորգը, վատ տղա չի։ Ես որ ասում եմ, ինձ հավատացեք ժողովուրդ ջան, իրականում շատ լավ մարդ է, շատ լավ հայ է, ու հայրենասեր էլ է, Գևորգը շատ հայրենասեր տղա է։ Մյուս հարցը ես ուզում եմ ուղղեմ Սամվել Կարապետյանի երեկվա տված իր հարցազրույցին, ասում է, ուրեմն մենք ընդդիմադիրներով պետքա միանանք, ուրեմն Սամվել Կարապետյան ջան, դու քո այդ խոսքով ուղղակի ապացուցեցիր, որ դու լինելով Մոսկվայում, դու միշտ եղել ես այսօրվա ընդդիմադիրների հետ, ինչ էլ որ կասկածեն, որ Հայաստանի բյուջեի փողերը դու ընդե լվանալուս ես եղել, բան ճիշտ կանեն, որովհետև դու ինքդ դա ապացուցեցիր, դու չես ասում առողջ ընդդիմություններից չես խոսում, բան չես անում, դու խոսում ես անձամբ այդ ընդդիմադիր ուժերը, որ պարտվեցիք, դու խոսում ես պրամոյ դրանցից, դա հենց միայն էդ է նշանակում, որ դու նրանց հետ ես եղել, երբ որ Հայաստանը թալանվում էր, միշտ էլ եղել ես նրանց հետ, լինելով Մոսկվայում, հասկանում ես, դա էդ է նշանակում, դու շատ քաղաքականությունից իրականում շատ հեռու մարդ ես, շատ, քեզ
Քեզ Սամվել ջան, իրականում լավ օգնական է պետք։ Երբ որ այդ նման բաներ ես ասում, լրագրողներ են գալի, հավաքում են, նստում են, նման բաներ ասելու համար, կարող է եւ դու հենց այդպես էլ կաս, դրա համար հենց այդպես էլ ասում ես։ Բան չունեմ ասելու։ Բայց չի կարելի այդ անվան տակ հայրենասիրությամբ խոսալ, որովհետև այդ մարդիկ, այդ ընդդիմությունները, դրանք եղել են իշխանություն, մեր ժողովրդին կոտորել են։ Դա դու գիտես։ Ես չեմ ասելու, որ դու իմանաս։ Դու տեսել ես, դու գիտես։ Դու հեծը երբ որ գնում էիր, դու հիշում էիր ժողովրդի գլխին այդ իշխանությունները այնինչ էին դնում։ Նստած այդ ջրթաններով են մարդկանց վրա այնինչ էին անում դուբինկեքով։ Դու հիշում ես, դու այդ ժամանակ առիթից օգտվեցիր, հեծը գնեցիր։ Հասկանում ես, սա այդ մասին է խոսում, Սամվել ջան։ Եթե դու ասես, ես միանալու եմ կամ թող ինձ միանան բոլոր Հայաստանի առողջ ընդդիմությունները, ես դա ուրիշ հարց բան կանեմ, ըտե։ Ասեմ առողջ ընդդիմությունները, բայց նրանք արդեն գոյություն չունող մարդիկ են, դու ուզում ես, էլի ինչ որ, եթե իմանում եք, թե փողով ինչ որ բան հնարավոր է լինելու Հայաստան, ոչ, չի լինելու, հնարավորություն չի լինելու, որովհետև մեր երկրում արդեն ստեղծված է մի պետություն, որը դրա դեմ պայքարում է։ Դուք միշտ լինելու եք որպես հանցագործ։ Ձեր արած քայլերը լինելու է հանցագործություն, ցանկացած քայլ, ինչ քայլ անեք հանցագործություն է, որովհետև դուք, ասենք մեկը մյուսի պաշտպանում եք երկիրը թալանողներին, մեր հայ ազգին սպանողներին, մեր խորհրդարանը սպանողներին, դա անդիմություն չի, Սամո ջան, դա անդիմություն չի։ Ես գիտեմ դու վատ մարդ չես, ուղղակի տենց է իշխանություն որ լինում է, ինչ որ մարդիկ իշխանության հետ կապերի մեջ են լինում, որպեսզի բիզնեսները բանա առաջ գնա, էլի հասկանում ենք, էլի լավ վատ հասկանում ենք այդ ամեն ինչից, հա, բայց կարելի է լինել առողջ ընդդիմություն, հասկանում եք, առողջ ընդդիմություն, ոչ թե միանալ նրանց, ովքեր երկիրը թալանել մալանել են։ Հիմա քեզ շանս ունես, դու դրանցից հեռանաս, չգիտեմ ինչու չես հեռանում, դե եթե քեզ ուրիշ տեղից ուղղորդված եք, բոլորդ էլ հնարավորություն չունեք մեկը մյուսից հեռանալու, ես դրա համար ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Ընդհանրապես ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Եթե մեկ կենտրոնից եք ուղղորդված, իհարկե դա հնարավոր չի։ Դուք ուղղորդվելու եք, կամ ձեզ ոչնչացնելու են, կամ դուք ինչ որ ձև պետքա ընդհանրապես քաղաքականություն չմտնեք, ամենաճիշտը դա կլինի։ Բայց ըստ երևույթին ձեզ ստիպում են։ Ձեզ ուղղակի ստիպում են, դուք ձև չունեք։ Սա է իրականությունը։ Ես ոնց կանենց էլ ասում եմ։ Ձեր երեկվա ասած հայտարարությունը այդ էր նշանակում, դա էր նշանակում։ Բայց ես կարծում եմ, այս 5 տարվա մեջ մեր պետությունը արդեն շանս տալու բոլոր առողջ ընդդիմություններին, որպեսզի 31 թվին Հայաստանը ունենա իրական ընդդիմություն, իրական իշխանություն, ամեն ինչ։ Ու ես այդ բաների մեջ կարամ, ասենք, անուններ նշեմ, Արման Բաբաջանյան, մի հատ երիտասարդ կա, Սիմոնյան, Արամ Սարգսյան, բան, այդ մարդիկ էլի, դրանք առողջ ուժեր են, էլի, դրանք պետությանը վնաս չեն պատճառում, ընդհանրապես վնաս չեն պատճառում, հայամետ ուժեր են ու պետությանը վնաս ընդհանրապես չեն պատճառում, քննադատում են, այո, իշխանությանը քննադատում են, այո, բայ իհարկե, որ քննադատություն իշխանությանը չլինի, իշխանությունն է կփչանա, ուղղակի կփչանա, իշխանությանը պետք է անընդհատ այսպես քննադատես, ես ամսի 2-ից սկսելու եմ, ժողովուրդ ջան, Էլա նոր խորհրդարանը գա, դուք տեսեք լա ես դրանց ինչ գլխներին ինչեր եմ դնելու։ Հետո բայց դուք էլ չի ինձ Ռոման Բաղդասարյանի նման ասեք, էլ Նիկոլական չի ու ինչ ջնջեք։ Այո, իշխանությանը պետք է թույլ չտաս, որ նրանք հանկարծ հաբրգեն։ Նրանք պետք է միշտ աշխատեն երկրի համար, ժողովրդի համար։ Ու նման բաներ։ Մեկ էլ ժողովուրդ ջան, մի հատ թեմա էլ ասեմ, մի հատ թեմա։ Սա մի քիչ դժվար է։ Մարդիկ կորցնելու բան ունեն, բայց ես ասեմ, հարգելի ասենք, գյուղմթերք, բան, տեղափոխել, այսօր, Ռուսաստանի հետ նույնիսկ նման թեմայով խոսալը
վտանգների է բերելու, որովհետև գիտեք, եթե մի մարդ լինում է կատաղած, ավելի ճիշտ է նրան չմոտկանաս, նրա հետ բան չխոսաս, որովհետև նա ուրիշ հարցում կատաղում է, քո վրա կարա ջարդի, դուք դա բոլորդ գիտեք, չէ՞, բոլորդ գիտեք, հիմա Ռուսաստանում շատ բարդ վիճակ է, բարդ վիճակ, ես ասենք, այդ թեմայով ճիշտ ասած չեմ ուզում խոսամ, ես ուղղակի ասում եմ, որ դուք հասկանաք։ Ռուսաստանում բարդ վիճակ է, ոչ մեկին, ստե, այս պահին չի հետաքրքրում, ոչ Հայաստանի բանջարեղենը, ոչ մի բան չի հետաքրքրում։ Այս պահին, եթե ինչ որ մեկը կարա ասենք Ռուսաստանի նախագահին զանգի խոսա, նա միայն կարա զանգի խոսա, օգնություն առաջարկի, ուրիշ ոչ մի բան, հանկարծ ինչ որ բան չպահանջի, ասի, բա մեր ֆուրեկը, բանը չեն կարող լարսը անցնել։ Այս հարցերով դու այս բարկացած մոմենտ, եթե սրա հետ խոսաս, կարող ես կուժն ու կուլեն սախեն ջարդի քո գլխին։ Փաշինյանն էլ ճիշտ է անում, որ սենց լրված մոմենտ է, ժողովուրդ ջան, դա ճիշտ է անում։ Սա շատ վտանգավոր պահ է, այս պահը։ Իրականում ստե դրությունը մի քիչ ավելի լուրջ բաներ ունի Ռուսաստանին անելու, քան Հայաստանի բանջարեղենը։ Ինչ ճիշտ հասկացեք էլի, ու հետո մի բան էլ եմ ուզում ասեմ, մեր Հայաստանում ինչքան քանի տարի իրար վրա ուզում ես ասա, այս տարի ասում ենք, չէ՞, այս մասին խոսում ենք, հաջորդ տարին էլի խոսալու են Լարսից, էլի ասելու են ռուսները չեն թողում, թափում են, այս մի բան, մի բան, 2 տարի էլի նույն բանից, ժողովուրդ ջան, ուրիշ շուկաներ սկսեք փնտրել, ճանապարհները Հայաստանի Փառք Աստծուն արդեն նույնիսկ Եվրոպան է բաց, փնտրեք ուրիշ շուկաներ, ստե կարող է օր-օրի վիճակը ավելի վատանա, ավելի բարդանա, ես ամեն բան չեմ կարողանում ասեմ, այդ իրավունքը չունեմ, էլի ես ստե ապրող մարդ եմ, բայց ասում եմ ամեն պահ կարա ավելի բարդանա, մեր վարորդները լավ իմանալով, որով Հայաստանից դուրս է գալի, որ գա Լարսը, ասնի, լավ իմանում է, որ գալու է մի 40-50 օր լրվի, արդեն դա առաջի տարին չի, արդեն 20-25 տարի է տենցա, լավ իմանալով, բայց այդ ճամփին են սովոր գալիս են տելրվում, Ստե եթե պետությունը, ես 45 տարի է Լարսի ճանապարհի վրա եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, ստե նույնիսկ եթե պետությունը ոչ մի պրոբլեմ չունես պետության հետ, ցանկացած Օսետիայի գայիշնիկ կարա քեզ 40 օր կայնացնի, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, ցանկացած գայիշնիկ կարա քեզ 40 օր կայնացնի ու դու չկարողանաս նույնիսկ շարժվես, ստե ամեն մի հատ գայիշնիկը ամեն մի հատ պրեզիդենտ է Ռուսաստանի, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, վարորդները լավ գիտեն ես ինչ եմ ասում, մի հատ հետը ստից վիճես, դու կարաս 40 օր կանգնած մնաս, մեկը չի մոտանալու ասի քո հերթն հարյանցի, չկա, այդ տենց վիճակ է աստե, ոչ այսօր է ստեղծվել, ոչ 3, ոչ 3 օր առաջ, սա միշտ էլ տենց է եղել, փնտրեք ուրիշ շուկաներ, սկսեք փնտրել, ես ձեզ ուղղակի ասում եմ, որ ավելի է ծանրանալու վիճակը, օր-օրվա վրա վիճակը ավելի շատ է ծանրանալու, ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, դուք ուրիշ ոչ մի բան չեք կարողանալու, ասեք միայն մեղադրելու եք Հայաստանի իշխանություններին, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող լեզու գտնեն, ստե լեզու գտնելու բան չկա, ստե չկա լեզու գտնելու բան, հասկանում եք, Ղարաբաղում են վիճակներ, մի տարի թուրքերը փակել էին մուտքը, ինչ որ մեկը կարողանում էր նրանց հետ լեզու գտնի, ժողովուրդ ջան, ասեք էլի, ինչ որ մեկը կարողանում էր նրանց հետ լեզու գտնի, ոչ, այս նույն վիճակը ստե օր-օրի, ու հենց այն նույն վիճակն էլ լինելու ահլա, բան եկեք, ուրիշ շուկաներ փնտրեք, տարբեր տեղերի վրա, այսօր մի հատ ակնոցավոր կոստյումով, գալուստուկով մարդել մի բան ագրել, վերջ, ասում է, վերջ, բանը, Տրամպը Իրանի հետ ստորագրեց, խաղաղության պայմանագրի ինչ-որ բան, էլ թրիպը ոչ մեկի պետք չի լինելու, հատակին էլի, սկսել են Նիկոլին այոյելը, մի էշ մի բան ագրել, չեն հասկանում թրիպը ինչ է, չեն հասկանում, որ ընդհակառակը ստե Ամերիկան, լավ իմանում է,
որ 45 տարի Իրանը եղել է սանկցիաների տակ, ու Իրանի ապրանքը լրիվ հենց այդ թրիփի այսօրվա թրիփի ճանապարհով է դեսդեն գնացել։ Հիմա Ամերիկան գալիս է դի ամեն ինչը կոնտրոլի տակ դրի։ Ես որպես մարդ իմ հասկացողությամբ եմ ասում դա։ Ոչ մեկը հանկարծ չիմանա թե այդպես բան գոյություն ունի։ Դա ես իմ մտածելակերպով եմ ասում։ Իհարկե, Ամերիկան իր շահը ամեն տեղ էլ բաց չի թողում։ Ճիշտ էլ անում է, բա պետություն է, բայց ուրիշներին էլ չի վնասում։ Ժողովուրդ ջան, թույլ է տալի, այ Ամերիկան որ պետության հետ կա, այն պետությունները սաղ ծաղկում են։ Սաղ ծաղկում են։ Իսկ մենք այս վիճակի մեջ ենք գնում, չգիտենք մեր խյարը ում վրա ծախենք։ Մի խոսքով նման բաներ։ Այնա, բարև Գոհար ջան, իմ Գերմանիայի քույրիկ ջան, տեսնում եմ ինձ լսում ես, մի խոսքով այտենց բաներ, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, լավ եղեք, առողջ եղեք, բոլորիդ բարի օր եմ ցանկանում, միջև իրիկու տենանք ինչ նորություններ ենք սպասում, նոր նորություններ, ես սպասում եմ, ճիշտ ասած, մի հատ մարդու բանտարկություն, ժողովուրդ ջան, այն որ մի հատ նկարել դրել եմ, Քոչարյանը, ընդ ժուրնալիստներին խոսում են, ժուրնալիստ լրագրողները իրան հարցեր են տալի, ես ընդեից եմ դա նկարել, դա Սարքովի բան չի, ընդ մարդիկ տակը գրել են, իբր առանց նասկի է բան, բայց ոչ, նասկիներով է, ով է տեսել, այ մարդ, այսօր չոբաններն են նսկի մոդայով շարժվում, սև կոստյումով, սև կոշիկներով, ռոզվի նասկիներով, նասկու վրին էլ մի հատ կարմիր պալոս կա, հասկանում եք ժողովուրդ, ես դրա համար եմ նկարել մի քիչ նենց կայֆ բռնելու համար, էլի։ Դա սարքած բան չի, դա իրական լրագրողների մոտ նստած այդ տենց խոսում էր։ Հասկանում եք։ Սարքովի չէր, որ ասեմ Սարքովի էր։ Էտով էր նստելու այդքան լրագրողներին ընդ սարքի բան, էլի։ Հասկանում եք։ Հա։ Մարդիկ կան դե ինձ բանման են գրում դեսդեն բան, հա, ես իրանց պատասխանել եմ իհարկե մի երկուսին, բոլորին իհարկե չեմ կարողանում պատասխանեմ, բայց դες բաներ։ Լավ եղեք մի խոսքով ժողովուրդ ջան, բոլորիդ առողջություն եմ ցանկանում, լավ օր եմ ցանկանում բոլորիդ։ Մինչ երեկո։